Մենք կարողանանք ապահովել։ Նախ այսօր ընդգծվեց արդեն, ես հիմա քանի որ հարցը տվեցիք, ուզում եմ եւս մեկ անգամ ինքս էլ ասել, ինքս էլ որ ասեմ, չպետք է սպասել, պետությունը չպետք է սպասի, որ անհայտ կորածների ընտանիքները ակցիաներ անեն, բողոքի ստիպված դուրս գան, ավելի չարչարվեն, դժվարություններ կրեն, ասուլիսներ տան եւ այլն, նոր սկսի տեղեկություններ տան։ Սա պետության ուղիղ պարտավորությունն է, ինչ վերաբերում է այդ դեպքին, դա ուղղակի անթույլատրելի ուղղակի դեպք էր, որ Արսեն Ղուկասյանը ձերբակալվեց, հետո կալանավորվեց, որովհետև սա նաև շատ բացասական է ազդում բարոյական հարցերի հետ կապված, հասկանում եք, եւ ստացվում է, որ այս մարդիկ իրանց հարցերը որ բարձրացում են, մենակ իրանցով են մեկուսացված, ինչ որ եւ հələ պետություններ գալիս ձերբակալում է։ Ես ինքս եմ տեսել ինչպես են անհայտ կորածների ծնողները որոնողական աշխատանքներ իրենք կատարում, հայրերը, նույն Արսեն Ղուկասյան, մյուսները ինչպես են իրենք մտնում, խնդրում ադրբեջանական զինծառայողների, մեր այնի տղաների ուղեկցությամբ, բայց իրենք են այդ աշխատանքները կատարում, այդքան դժվար աշխատանքների, որոնողական աշխատանքներից հետո մի հատ էլ հələ ակցիաներով են ստիպված տեղեկություններ խնդրում, ու մի հատ էլ հələ զրկանքների է ենթարկվում։ Սա ուղիղ խախտում է պարտավորություններ եւ հետո գիտեք ասում եք միջազգային հանրությունը հոգնել է, այդ ամեն ինչին հետևում է նաեւ միջազգային հանրությունը, չէ՞։ Եթե ինքը տեսնում է քո վերաբերմունքը քո քաղաքացիների նկատմամբ այս հարցերով, դե լավ ասում, ուրեմն այս կառավարությունը այսպես է երևի, էլի չի հետարքրում։ Մենք Կարանք ասենք հոգնել ենք նաև, ի՞նչ է նշանակում հոգնել ենք, մեր իրավունքները։ Մենք պետք է ամեն դեպքի հետևից գնանք, միջև վերջ գնանք, միջև մեր հարցի լուծումը հարցը չլուծվի ու բոլորը կիմանան, որ եթե մեր հետ, մերոնցից գոնե մեկի հետ մի բան լինի, մենք միջև վերջ գնալու ենք, ատամներով պահելու ենք, սա իմ կարծիքով ամենակարևոր էս հոգեբանական ընկալումն է, որ պետք է ունենանք, իսկ ինչ վերաբերում այդ իրավական դեպքի այդ մանրամասներին, ես հույս ունեմ, որ օրենսդրական ակտը նաև եւ կիրառության հետ կապված որ լինի, նաև այդ պետության պարտավորությունները հստակ ամրագրելով, մենք այս հարցում էլ պետք է ունենանք փոփոխություն։ Շնորհակալություն հարցի համար։ Անդրադառնանք նաև այդ խնդրին։ Ուղղակի այն ինչի մասին այստեղ խոսվեց այն հանգամանքի մասին, որ ծնողները հոգեբանական խոշտանգումների են ենթարկվում։ Այս ընթացքում մարդը ինչպիսի տառապանքների միջով է անցել եւ այսօր մի իրավիճակում է հայտնվել, երբ նման մարդկանցից պետք չէ, որպեսզի մենք, մեր հանրությունը, պահանջի համազոր adekvat վերաբերմունք։ Այդպես չի կարող լինել։ Մարդը չի կարող մնալ համազոր, adekvat չի կարող մնալ այսքանից հետո։ Այսինքն մենք բոլորս եւ նաեւ մեր ուժայինները պիտի կարողանան հասկանալ, որ մարդը նման հոգեվիճակի մեջ չի կարելի մարդուց պահանջել, որ նա իրեն դրսևորի բոլոր առումներով որպես քաղաքակիրթ անձնավորություն։ Եկեք մի քիչ էլ հանդուրժող լինենք։ Եկեք այս ամեն ինչի մասին իմանալով հանդերձ մտածենք, որ մեր դիմաց կանգնած անձնավորությունը, որը այսպիսի ճանապարհ է անցել, նաև չպահանջենք, որպեսզի ինքը մեր նման, բանական, քաղաքակիրթ վերաբերմունք ցույց տա մյուսներին։ Շնորհակալություն հարցի համար։ Այդ կոնկրետ խաբերյալ ուզում եմ ես երկու բառեր ավելացնեմ, ուրեմն ծնողը որ ելնում է ինչ-որ մտակցիա անում է, դե հենց չի ելնում տնից ու գնում այդ ակցիային։
ակցիայից առաջ ինչ-որ մի հատ գործողություն եղել, ասենք, մոտեցել են կուլտուրական շնորհքով, ցանկացել են հանդիպումներ։ Հանդիպումների ընթացքում դաժե խոստացը հրավիրել են կոնկրետ դեպքում, որ զապիսները նայեք, ձայնագրությունները կա, 27-ին կանչում են մեզի, որ 29-ին հետանք հանդիպենք 30 հոգով, այդում ենք ընդ հանդիպման մենք ուղակի, ու հանդիպումը մերժվում է, այսինքն ինչ է դուրս գալիս։ Մենք հրավիրում ենք ծնողներին, որպեսզի կան հանդիպեն իրանց երեխաներից ինֆորմացիա ստանան, դուրս է գալի, որ սուտ խոսանը դառնում ենք մենք։ Հրավիրել ենք, մենք մեր խոսքով մարդուն կանչել ենք, որ գալիս է գիտի պետք է հանդիպման, մեկ էլ գալի ասում են հանդիպումը լինելու է 3 հոգու հետ ու լրիվ ուրիշ մարդու հետ ինչ-որ Արսեն Ղուկասյանին պահանջել էին։ Ու ժամերի ընթացքում տենց սպասողական գործողություններ ալնում, բանակցություններ ալնում, վերջը ասում եմ մի փուլի, որ ծնող արդեն համբերությունը կորցրած, էլ ինքը չմտածելով, էլ օրենքի մասին, էլ մյուսի մասին, ասում է ինչ-որ քայլի։ Եվ այդ քայլը օգտագործում է հենց ծնողի դեմ։ Բայց քայլից հետո էլ ապահովում է ծնողի պահանջը։ Ես միջև օրս չեմ հասկանում, եթե անօրինական գործողություններով խի ապահովվեց այդ պահանջը։ Այսինքն 30 հոգով էլ հանդիպեցին տվյալ անձնավորությանը, ուղղակի գործողությունից հետո, որ կարար չլիներ։ Այսինքն հրահրում են ու դառնում է, որ անձագործը դառնում է, ասենք, ծնողը։ Դրա համար խոսքի սկզբից ես շեշտեցի, որ պոտենցիալ մի հատ օրինախախտել այս պահին ես եմ, յուրաքանչյուր վարկյանի, չգիտեմ, արթնանամ, մտքովս ինչ կանցնի, ինչ կուզենամ գործողություն անեմ, որպեսզի հասնեմ ինֆորմացիայի, երեխեքի մասին ինչ-որ տվյալ իմանալու, ու ինչ կանեմ այդ պահին։ Մեր օրը ապահովագրված չի։ Նույնը ապացույց Արսենեն Զգորտն է։ Այսքանը, շնորհակալություն։